Պարոն Կարապետյան, վստահաբար լսել եք, որ իշխանությունը միշտ շեշտում է, որ եթե հանկարծ հունիսի 7-ից հետո կամ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ինքը չլինի իշխանության, Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե ես չընտրվեմ, այլ ընտրվեն եւ 3 ուժերի է հիմնականում մատնանշում, որից մեկը ուժեղ Հայաստանն է, ասում է այդ պարագայում պետք կլինի պատերազմ եւ անգամ նշում է ամիս սեպտեմբերին պատերազմ կլինի իր պարտության պարագայում։ Մյուս կողմից նաև ընդդիմադիր ուժերը հարևաններին հաջող քաղաքականություն վարելու մեջ են մեղադրում Փաշինյանին եւ ըստ այդմ, եթե զուգահեռներ ենք տանում, ինչ է ստացվում այդ հայտարարության արդյունքում, ո՞րն է ձեր պատասխանը դրան։ Ես վստահեցնում եմ, սեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինի։ Հայաստանին սպառնում է 2 մարդ՝ Ալիևը եւ Փաշինյանը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։